Սիրելի հայրենակիցներ եւ գործընկերներ, ես այս ամբիոնից առիթ ունեցել եմ խոսելու կառավարության օրենսդրական նախաձեռնությունների որակին եւ ավելի շուտ անորակությանը եւ պարզապես որոշ օրենսդրական նախաձեռնությունների այն աստիճանի անորակությանը, որոնք այս ամբիոնին հասնելու պարզապես իրավունք պիտի չունենային, որովհետեւ ես դրանք դիտում եմ որպես օրենսդրական գործունեության նկատմամբ անարգանք։ Այո, Տիկին Ղազարյանն ասեց, որ նախագիծը պայմանավորվել ենք եւ նաեւ իմ պնդումով, որպեսզի 2 ամիս այսպես ժամանակ ունենանք նրա վրա աշխատելու, բայց այդպիսի որակի նախաձեռնություն պարզապես չպիտի գար այստեղ եւ հենց կարող ենք հանձնաժողովի նիստի ժամանակ ուղղակի հետաձգել եւ չունենանք այդ պատկերը։ Եվ հերթական անգամ մշակութային աճուրների կազմակերպման մասին նախագիծը եւ այդ ողջ փաթեթը, որը մշակվել եւ ներկայացվում է ԿՄՍ նախարարության կողմից, ուղղակի ես կարող եմ որակել որպես խոտան։ Այն նախարարության կողմից, որը կրթական քաղաքականության եւ կրթական բարեփոխումների պատասխանատուն է։ Այսպես, ուրեմն սկսեմ հիմնավորումից, որ այս փաթեթի անբաժանելի մասն է։ 2-3 էջանոց հիմնավորում, որը լեցուն է քերականական, շարահյուսական, ուղղագրական սխալներով, անգլիատառ բառերով եւ անավարտ նախադասություններով։ Մի խոսքով սա հակասական հաստատումների եւ անդրաբանական շարադրանքով մի բառակույտ է, որը նույնիսկ չի հաղթահարի 8-րդ դասարանի հայոց լեզվի քերականության անցողիկ շեմը։ Տասնյակ սխալներից ընդամենը մի քանիսը, նախ ողջ առաջի պարբերությունը միմյանց շահկապված նախադասությունների եւ մտքերի ինչ-որ կծմծում է։ Հետո գալիս են նոտարաբանությունները, անգլիագիր բառեր, գալերիստ, գալերեա, էքսպերտ, արտ մենեջմենտ, արտ դիլեր, բիթ եւ այլն։ Աճուրդային գործն ու միջազգային աճուրդային փորձը վկայակոչող ուրեմն հիմնավորումների մեջ անգամ աշխարհահռչակ Քրիստիս եւ Սոթբիս աճուրդային տների անուններն են սխալներով ներկայացված։ Ժամանակը թույլ չի տալիս, որ ես անդրադառնամ բոլոր ոճական, քերականական Այո, ուրեմն ժամանակը թույլ չի տալիս, որպեսզի ես անդրադառնամ բոլոր քերականական, շարահյուսական, լեզվական սխալներին, ավելի լավ է ես անցնեմ նախագծի իրավական որոշակիության եւ նույնքան խոցելի իրավական որոշակիության տեսակետից խոցելությանը, որը պարզապես հիշեցնում է սևագիր աշխատանք, այսպես հասկացությունների կատարյալ խառնաշփոթը եւ մի շարք հոդվածներում միևնույն միտքը կամ իմաստը արտահայտվում է տարբեր բառերով եւ տարբեր հոլովաձևերով։ Կարծես թե սա նախագիծ է աճուրդի մասին, Երբ ամբողջ նախագծում չկա որևէ դրույթ աճուրդային գործունեության մասնագիտացման չափանիշների, աճուրդային տների հաշվառման վերաբերյալ նվազագույն կարգավորումների, լիազոր մարմնի համապատասխան լիազորությունների շրջանակի եւ այլնի մասին։ Նախագիծը ավելի շատ հիշեցնում է աճուրդի մասին ազատ շարադրություն, որը բացառիկ խոցելի է թե իրավական որոշակիության եւ իրավահարաբերությունների հստակ կարգավորումների բացակայության տեսակետից։ Հակառակ հիմնավորման մեջ տեղ գտած հաստատմանը, թե նախագծով սահմանված է պարտականություններ չկատարելու դեպքում իրավական հետևանքներ, այդպիսի բան չկա։ Բնականաբար օտարաբանությունները, դիլերը, բիթը եւ այլն այնպես լեցուն են։ Այժմ իրավական փորձագիտությունը ասեմ, որ 27 դիտողություն է մատնանշել եւ խնդրահարույց է համարել այս նախագիծը իրավական որոշակիության տեսակետից։ Բայց ամենակարևորը դա չէ։ Այս նախագիծը մինչև այս կարևորագույն ամբիոնին հասնելը անցել է արդարադատության նախարարությամբ, կառավարությամբ եւ ես ցավում եմ, որ նաեւ ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովով, որը կարող էր պարզապես թույլ չտար, որ այս նախագիծը հասներ այստեղ եւ ես էլ այս ելույթի հնարավորությունը չունենայի, ինձ չտայեք այդ առիթը, մեկ անգամ եւս ասելու, որ ինչ որ նախագծում եք կամ մտածում եք գրեթե միանշանակորեն խոտան է ասֆալտից մինչև կրթական համակարգ եւ մշակութային կառավարում։